Բարգե բարապանություն ու բադավսանենք Սուրբ Աստծուն, որ մեզի հավաքեց հոս, որպեսզի պաշտենք ու երկրվակենք իր Սուրբ անունը, որովհետև ինքն է արժանի ամեն բանի մեջ։ Առանց Հիսուսի աշխարհ գոյություն չունի, առանց Հիսուսի մարդկություն գոյություն չունի, առանց Հիսուսի անջրվեժ գոյություն չունի, առանց Հիսուսի ովևէ մեկ բան աշխարհի մեջ գոյություն չունի, զովը գոյություն չունի, երկրակունքը գոյություն չունի։ Ուրեմն իր մասին մի գտանք եւ իր նայենք իրեն հզոր զորությունը գարտալով ավետարանս Մատթեոսի 27-րդ գլխուն 51-րդ համարը ինչ որ խաչոլութենեն ետամիջավես պատահեցավ եւ ատկես վերջում նայենք Հիսուսի կոզերը ուրիշ առականներով վրա ավետարանս Մատթեոսի 27-րդ գլխուն 51-րդ համար Ահա դաժարին բարակուրը վերենվար և ուքի ճախկվեցավ, երկիրը շարժեցավ, կարերը բադրեցան, կերեզմանները պացվեցան ու շատ սուրբ ննչեսյաններու մարմիներ հարություն արին, և կերեզմանեն ելան անոր հարութեն հետո բնան սուրբ կաղաքը ու շադերու երևցան, աղոտենք։ Շնորհակալ ենք Հայր այս խոսքերուն համար, որ դու մեր ցերկերուն հաստուցած ես Աստվածային հզոր զորությունը ներկայացնելու համար։ Եվ քեզ բաշխելու եւ միանտուն ես մեր բրգիչը, մեր մեղքերուն թողություն դրողը։ Կարենանք մեր սրտերով, մեր հոգով, մեր մտքով ընդունել քեզ, իբր մեր անձնական բրգիչը, մեր Աստվածը, մեր առաջնորդը, մեզ գերագրողը, մեզ բահողը, որ այս աշխարհի վրա կբահե ու կպատրաստե մեզ հավիտենականությունը։ Օրհնյալ Աստծո անունը Հիսուսյանով կընտրեցի, օրհնես այս վահը։ Ամեն։ Հիսուս խաչապայքին վրա մեռավ եւ մեռնելան ամիջապես հետ ինչ պատահեցավ, դաճարին վարակուր երբուքի բաժնվեցավ։ Ովևէ մեկը հոնգեցակ չէր, որ Հիսուսի մեռնելան վերջը դաճարին վարակուր բադրվեր։ Երբ նայեն դրեշտակային հզոր զորությունը Աստծո զրակիր դամնակին զորությունն էր, որ պիտի կատարվեր, ուրեմն ինքը ըրավ։ Վարակուրը վերեն վարմադրվեցավ և սրբության երևցավ, այդ կնշանակե, որ մենք բոլորս իրավունք ունենք սրբության մեջը մտնելու Հիսուս Քրիստոսի արյունով, ոչ թե կենդաններուն արյունով։ Այդ օրենքը խափանվեցավ և միայն ինքը եղավ փրկության ջանքան։ Որ մեր հրաշալի և անդրամապանական բաներ պատահեցան, երկիրը շարժեցավ։ Երկրաշարժները կհիշենք, որ կպատահին և կտեսնենք մեր ճորստին։ Եվ այս ոչ թե միայն երկրաշարժ եղավ, քարերը բադրեցան։ Ինչ կխորիսի પર մարդ քարերը բադրեցան։ Քարերը արդյոք քարերը կտրնես, կետին դրես կրնես, քարերը դրեք, չես կրնակ։ Սղոց պետք է մեքենա պետք է, ուժ պետք է, որ կրնա քարը ջայթիլ։ Քարերը ջայթեցան, ջախկվեցան քարերը։ Եվ ատկեց ետ քերեզմանները բացվեցան, քարերուն մեջ եղող քերեզմանները բացվեցան։ Սուրբ ննչեսյալներն ու մարմինները հարություն արին, սուրբ ննչեսյալներն ու մարմինները որոնք են, անոնք որոնք ինքը դագարանի մեջ Տերոջը խոսքը պահեցին և ապրեցան Աստծո ուզածին մեզ հավատարին։ Անոնց մեջ են կրնան գսել Հակոբը, Պետրոսը դագարին այնադեն սկիզբին դագարան մեջ չգար։ Եղիան, Մովսեսը, Աբրահամը, Սարան, Սողոմոնը, Դավիթը, Սամուելը, ասենք բոլոր 5 դագարանին հավատացյալներն են։ Այնպես կերնա որ դեր անոնց ամեն արավ եւ երկինք տարավ իրեն հետ։ Իսկ հիմա պիտի գարտամ, ասի առաջին է Հիսուսի պատկերացումը, որ ինչպես քարերը բադրեցան։ Գործ կարակելոս 16-րդ գլուխ Գործ կարակելոս 16-րդ գլուխ 16-րդ համարը։ Հետևյալը գարցնակրեք։ Գործ կարակելոս 16-16 Օր
ժամանումը երբ մենք աղոթքի վերտայինք, աղախինը պատահեցավ մեզի, որ հարցուկ ոգի ուներ եւ քուշագություն ունելով իր դերերուն շատ բաստակ կբերեր։ Քուշագություն ունող չար ոգի մտավ։ Ասիրա Բողոսին եւ մեր յետևեն ինալով, Բողոս Արաքյալին եւ Շիղան Որոնը միասին կկարոզեին դրոջ խոսքը։ Անոր յետևեն գինա, անոնց յետևեն գինա։ Գբորարու գսեր։ Այս մարդիկը պաստրալ աստծո զարաներն են, որոնք մեզի փրկության ճամփան կկարոզեն։ Արդյոք ոսկին ասոնց կարոզած են որ խոսի։ Չի կիմանալ որ կանե որ։ Այս բանը շատ օրեր դներ։ Իսկ Բողոս վշտանալով դարձավ ու սավ այդ ոգին։ Հիսուս Քրիստոսյանով հրաման գնեմ քեսի ելիրակե նույն ժամուն ելա։ Ասկար ջարերը բادرվելուն բես բան է։ Հարցուկ ոգին այս անձնավորության մեջ են, աղախինին մեջ են, սկեց եղելավ Հիսուսի անունը երբ որ Բողոս Արաքյալ սավին են։ Նույն ժամուն սկեց և գնաց։ Երբ տեսան անոր դերերը, որ իրենց պաստագին հույսը դրեցավ, ուրեմն այս ոգին իրենց դերում քուշագությունով ծևով մգներ, որպես անով տրամ ունենային, կողությունով կամ ոյ մեկ ծևով։ Ուրեմն այս մարդիկ երբ որ տեսան, որ իրենց հույսը կդրվեցավ վաստագին այլևս, Բողոս ու Շիղան բռնեցին ու հովարաբարը կքաշեցին իշխաններուն առջև։ Ապա դարին սանոնք զորակլուխներու կողմ ուսին։ Այս մարդիկը մեր քաղաքը իրար կանցնեն, իրեն քրյա են եւ այնպեսի սովորություններ կկարոզեն, որոնք արժանի չեն մեզի ընդունիլ։ Ոչ ալ կներ, բացը զե հռոմեացի են։ Բազմությունը անոնց վրա թիզվեցավ, զորակլուխներն ալ բռնությամբ անոնց հանդերձներ հանեցին եւ հրաման ըրին որ զանոնք ձեզեն։ Ձեզուդելու իմաջ բարակամ զակեցավ Բողոսի և Շիղայի վրա։ Անոնց շատ ներկեր դալե հետո փանդը տրի։ Ձեզեցին, վիրավորեցին և փանդը տրի։ Պատվիրելով փանդաբերին, որ ըսկուշության պահե զանոն։ Փանդաբերին ալսին ըսկուշության պահե ասոն գարջելավ ու պախին։ Անալ այսպես հրաման առնելով զանոնք ներսի փանդը տրավ ու ոտքերնուն գոչխի մեջ անցուց։ Փանդը տրնել են զավ, գոչխի գիտեք ինչ չէ, գոչխի դրել, ճեղքեց, ոտքերը մեջ տրավ, որ չեն գնա շարժին, գոչխերը չեն գնա դերել են շարժին։ Ես քիչերին Բողոս ու Շիղա աղոտ կնեին և ասված գործնեին ու փանդարգյաններն ալ մդիկ կնեին։ Այս երկու արաքյալները փանդին մեջ դեմ այդ տագավին գաղոթեն գոր, փանդին մեջ ոտքերին բռնված, կապված, աստծո գաղոթեն գոր։ Հանգարց մեծ շարժում եղավ, այնպես որ փանդին հիմերը սասանեցան։ Ինչ եղավ ոս, նորեն մեծ շարժում եղավ, փանդին քարերը սկսան շարժիլ, և նայցեք ինչ եղավ, անմիջապես բոլոր թռները բացվեցան, փանդին թռները բացվեցան։ Ամենում գաբերը արձակվեցան, ինչ որ կապված են անոնք արձակվեցան։ Փանդաբեդը երբ արթնցավ ու փանդին թռները բացված տեսավ, թուրը, այսինքն սուրը արավ, քաշեց և ինձին կգնի սպաններ, քանի որ եթե ինձին չսպաններ, թագավորը կամ ով է պատասխանան, ալի իրեն պիտի սպաններ, որ ինչ ասանք արձակեցից դրանք սեղով։ Կարծելով թե գարբազները փախել է։ Բայց Բողոս բարձր ցանով կանչեց ու ասավ, թունքու անցիդ վնասմին էր, վասնզան մեկ սալոսենք։ Անիկա ջրակ մուզեց, ներս բազեց և թողալով Բողոսին ու Շիղային աչել ինգավ և զանով թուրս բերելով ասավ, դերեր, ինչ պետք է են որ պրգվի։ Փանդաբեդը հիմա կուզե ինչ ունել, աբաշխար է։ Դեսավ ինչ եղավ, վախեն, հոգին պերան եղավ։ Թուրերը բացվեցան, փանդակյանները ազատ արձակվեցան, ուրեմն մարդ չմնաց փանդի մեջը, այս մարդը շվարեցավ իրաց բաղդահազի վրա, ուրեմն հիմա, ուրեմն այս մարդիկը ճշմարիտ մարդերը նսելով ասավ, ինչ են որ պրգվի։ Անոնք ալսին հավատաք է Հիսուս Քրիստոսի ու բիլի պրգվի տուն ու կուդունը և դրոջը խոսքը խոսեցան անոր ու այն ամենուն, որոնք անորգանը մեջ էին, Փանդաբեդը արավ զանիկա կիշերվան նույն ժամուն ու անոնց վերքեր լված և մգրդվեցան ինք ու բոլոր իրենները։
ապաշխարություն եղավ։ Ուրեմն ինչ եղավ, քարերը բացվեցան, Հիսուսի քերեզման հարություններն ադեն, եւ հոս Պողոսի եւ Շիղայի փանդին մեջի քարերը շարժեցան, թուրերը բացվեցան, գաբերը ցերկերեն ինգավ եւ սկսան բիդերտան դուրս եւ փանդաբեդը խնդրեց որ ով է այս ասվածը եւ գուսեն փրկվի։ Եվ փրկվեցավ ինքը եւ մկրտվեցավ։ Երրորդը Պետրոսն է։ Գործ Կարակելոս 13-րդ գլուխ։ Այն ադերները Հերովտես թագավորը սկսավ եկեղեցիին մեկ քաները չարչարել, Հովհաննեսին եղբայրը Հակոբոսը սուրով սպանեց։ Մեկում սպանեց։ Ես նոլով որ հրյաներուն աջելի է, ժողովրդին աջելի է հրապան մարավ, մեկում սպանեց, բայց ուրիշներ ուրախացան, որ սպաննվեցավ Հովհաննեսը։ Պետրոսն բռնեց, պահարճագերած օրներ, երբ ծանիգա բռնեց, փանդը տրավ և 4 գարկ Սորսական զինվորներու հանցնեց։ Հիմա քանի որ ժողովուրդը ուրախացավ, հրյաները ուրախացան Հակոբոսին սպաննվելովը, ուրեմն ես Պետրոսն սպաննեմ նեսա Հերովտեսը ժողովրդին կողմից պիտի եւ ինձ նազան պիտի գերի։ Ուրեմն Պետրոսը բռնեց փանդը խոթեց եւ 4 գարկի 4-ական զինվորներու հանցնեց, որպեսզի բահեն եւ գուզեր զանիգա հետո ժողովրդին հանել զանիգա։ Պետրոս փանդի մեջ պահված էր, երբ եկեղեցին անդադար աղոթք ուներ Աստծո անունով։ Մեկը գաղոթ է որ Պետրոսին համար։ Հերովտես կուզեր զանիգա հաջորդ օրը դուրս բերել, բայց այն գիշերը Պետրոս երկու զինվորներու մեջտեղ կքնանար գրգին շղթաներով կապված։ Քանի շղթաներով? Գրգին շղթաներով։ Ինչու համար? Որտեղ թագավորը ուզե հրյաներուն լավ երևնալ, ատո համար Պետրոսին քրկուն կալիք կաբավալ։ Քաղաքականություն մգա որ Պետրոսին Ռոմանի պիտի հաջողի թագավորը։ Բահակները կրան արջեր պանդին գհսկեին, լամեդի գրեկոս։ Հանգարց դերոչ ռեշտագ եղավ կովը գայնեցավ։ Առակյալ եղբայրներուն աղոթքը լսվեցավ և Աստված ուղարկեց այն ռեշտագը, որ Պետրոսը պիտի ազատեր։ Դանը մեջ լույս մծակեցավ, ուր լույս տակեցավ, փանդին մեջ լույս մծակեցավ։ Հեշտագը Պետրոսին գող խտելով արտնցուց ծանիգա ասավ, Պետրոս էր կնանալ, հեշտագը արտնցուց Պետրոս էր։ Շուտով երիր, շղթաները անոր ծերքեն վարին, հեշտագը շղթաները ծերքով չի կագեց որան է։ Աստո ներգայության արջև Պետրոսին շղթաները վարին, որտեղ Աստո զրակիրը, Հիսուսի զրակիր անիգա է, որ Պետրոսը պետք է թուշ անեք ոնշտա։ Հեշտագը սավանոր, կոդիկ կաբե, Պետրոս, ուղղա կապերը տակիր, թրկերանով հապուշները տակիր։ Անիգա այնպես հրավ, հեշտագը սավանոր, հանտերցըտ վրա դար ու եգոր իմերևես։ Ինչ որինց հաստեղը վրա տակիր, և ետևես էգուր։ Անալ ելելով անոր ետևեն գետար։ Այդ չեր գիտեր թե այն ռեշտագին նրած երական է, հապա գարձեր թե դեսիտ կդեսնե։ Այս է դեղոչ ներգայությունը։ Երբ մանող առաջին երորդ պահակներն անցան եկան մինչև երկաթեթուրը, որ քաղաքին մեջ կաներ, ինք իր մեր երկաթեթուրը բացվեցավ, անգելելով փողոց ու անցան, ռեշտագնալ իսկույն անգեզատվեցավ։ Ռեշտագը իր Աստծո իրեն դրված հրամանը կատարեց։ Այսօր ռեշտագները Աստծո կողմանը մեզի համար կաշխատին, ամոր գաղոթ է, մեզի համար ամոր գաղոթ է, որպեսզի մենք լավ հանքից նեղություն չունենանք, Աստված կլսի այն աղոթքը և կպատասխանի և անասնավորությունը կրնա երկնային ներկայությունը վայելել իր բարեկամ աղոթներուն պատճառով։ Հիմա պիտի իրական Գործ Կարակելոց 10-րդ գլխուն
16 համարները։ Գեսարյան մեջ մարդ մգար Գորնելիոս անունով։ Հարյուրաբեդ իդալացի կոչված կումպեն։ Բարձրաստիճան մարդ մգարացին։ Հարևաշտ ու աստվածավախ և բոլոր դունողը, որ ժողովրդին շատ ողորմություններ կուտար և ամենավեմ Աստծո աղոթ կներ։ Հավատացյալ ղեկավար մներ։ Գործ Կարագալոց 10-րդ համար։ Անիգա օրվան ժամը 9-ին ադեները դեսիպքի մեջ աստոր էշտագը հայտնի տեսավ, որ իր կողմ մտավ և իրեն ստար Գորնելիոս նայցել ինչ կտավ։ Անալ անոր նայցավ ու խիստ մաղթնալով ասավ, ինչ է վեր, էշտագը ասավ անոր, քու աղոթները և ողորմությունները Աստծո առջև ելան հիշատակի համար։ Ամեն աղոթ, որ հավատացյալը գաղոթե Աստծո կողմանի կլսվի ու կպատասխանվի։ Աստված անոր առջև ելավ հիշատակի համար։ Հիմա հոպե մարդ խրգե ու գանչե Սիմոն անունով մեկը, որ Պետրոս Մագամյանյալ է։ Անիգա ետրև հյուր կգենա Սիմոն անունով գաշիպ անողի մկով։ Ով է խոսող իրեն։ Ռեշտագը։ Նայցեք ինչ տեղություն դա։ Ֆաքսնյուզը չէ, այնպիսին չէ, չեմ դեր ինչ նյուզերը չէ։ Ռեշտագը կխոսի գոր Գորնելիոսին, անցամբ։ Ու երբ այն ռեշտագը, որ իրեն հետ կխոսեր գնաց Գորնելիոսի ծառաներեն, երկու կկանչեց ու երկով սպասավորներեն ու բարեբաշտ զինվորը և ամեն բան պատմելով հոպերը գեցան։ Ով ինի պերվիկովը, Պետրոսը ինի պերվի։ Ով է դեղողություն դվողը, Աստծո ռեշտագն է դեղողություն դվողը։ Որն դեղողություն ուտագոր, Գորնելիոսին ուտագոր։ Ով է Գորնելիոսը, աստվածավախ զավակն է։ Նայցեք ինչ կպատային։ Հետևյալ օրը երբ անոն ճամփա ելան քաղաքի մոտեցան, Պետրոս ժամ 6-ի ադենները տանիք ելավ աղոթ կնել։ Իմաց Պետրոսը տանիք ելավ աղոթ կնել։ Բայց խիստ անոցացած է լովում ուզեր ճաշնել ու գերագուրի պատրաստություն կտեսնեին, իր վրա մուտքի ապշտագություն եկավ և տեսավ երկինքը բացված և 4 ծայրերեն կապված աման մեծ կդավի մվես, որ իջավ երկրի վրա, որուն մեջ կային ամեն տեսակ չորքոդանիներ, կազաններ, սողուններ, երկնքի թռչուններ, և ցայն եկավ իրեն, ելիր Պետրոս մորթե և ետ։ Կդավը իջավ, որ շատ մեծ էր, կդավը չեմ պիրեր, բայց ամեն գենտաները մեջ կար, չորքոդանիներ են կար, գենտաններ են կար, կազաններ են կար, ամեն տեսակ կար։ Եվ ցան մի եկավ իրեն, ելիր Պետրոս մորթեով էր, բայց Պետրոս ասավ, քավլիցի դեր, բասնզի ես ամենևին բիքս կամ անմակուր պամը գերակ չեմ։ Զայն որ ասված մակրեց տուն բիղնիս է բերեսավ Պետրոսին, ասիա 3 անգամ գտնվեցավ ու ամանը երկին վերցվեցավ։ Դեսիլքը ետ վերցվեցավ ու դեմ որ իջավ։ Երբ մտքին մեջ կզարմանար, թե ինչ վիդելնա այն և դեսած տեսիք կր, Պետրոս։ Ահա Գորնելիոսեն դրգավաց մարդիկը Սիմոնին դունը հարցուցին ու դրան արջև գայնեցան ու գանչելով հարցնեին թե Սիմոն, որ Պետրոս կստի խոսքին ենա։ Պետրոսին դունի եկան Գորնելիոսին դրգված զինվորներով միասին։ Երբ Պետրոս այն դեսիպքին վրայով մնդաձեր, սուրբ ոգին ըսավ անոր, ահա 3 մարդիկ կեզ գտնվեն։ Ով է խոսողը Պետրոսի հիմա։ Սուրբ ոգին է խոսողը։ Մարդ չի խոսել գոր Պետրոսին։ Աստված կխոսի գոր Պետրոսին։ Ուստի ելիր իջիր և անոնց հետ կնա առանց խոջահարության, վասնզի ես խրգեցի զանիգա։ Պետրոսով այն մարդոց կով իջնելով ըսավ, ահա ես եմ անիգա, որ կպնդրեք, ինչ բանի համար եկած եք։ Անոնք գալեսին Գորնելիոս հայրաբեդը արտար և ասվածավախ մարդ բոլոր երներով ասկել վգայված սուրբ ռեշտագե մհրաման առավ, որ կեսի գրդունը կանչեին երկու խոսքերը պլսե, այն ադեն ներս կանչեց անիգա և երկով տրավ։ Ինչ տեղակություն դվա Գորնելիոս, ռեշտագը եղավ ինձ եսավ, որ Պետրոս տուն պետք է կով եսկաս, ադոր ամեր ես կեզի մարդ վգեցի, որ տուն եսկաս, որպեսի խոսիս պիտին մասին։ Պետրոս կնաց հետևյալ օրը։ 16-րդ համար, բայց Պետրոս անիգա կանգնեցուց ու ուսավ, ելիր գայնե ես ինքս ալ մարդ եմ, երկրբակություն միներ Գորնելիոս իրեն արջև, բայց չիցկես որ երկրբակություն միներ։ Եվ աները
խոսակցելով ներս մտավ, ոնց շատ մարդիկ հավաքված էին եւ լսաբանոց դուք գիտեք թե օրինավոր բանջը հրամարտում ու օդարասկի մի հետ հաղորդակցություն ունելու կամ անոր մոդենալը, բայց Աստված ինձ ցույց որ որևէ մարդու բիծ կամ անմաքուր չսեդեմ։ Ահա։ Հոս լուսաբանություն մագարիմա։ Մարդիկ երբեմն սխալ գտակման են հատվածը։ Որին որ ամեն տեսակ կենթանի գրնանոդել, խորելով որ կենթանի համար է խոսքը։ Աստված փոխապերական օրեն ներկայացուց, որ օդար մարդիկներ գրնան կազանի նման ըլլալ, գրնան ոյ մեկցելով գենցաղավարության մեջ ըլլալ, բայց պետք է թուն և ես անոնք ընդունինք, որ կարողանանք Քրիստոսը ներկայացնել։ Ասի Աստված ռակել, որ Պետրոսը միլիեն է։ Պիտի չսե որ ասիգա հայերյան Աստված ուդի կարոզեմ, ասիգա հրիանյան դերան ուդի կարոզեմ, ես չինասի եմ յան չինասի եմ ոչ։ Աստված այսպանը վերցուց այդ բնակը ներկայացնելով Պետրոսին, որ ով որ լատի մասինը, զարմանալի էր, որ Աստված կներկայացնե ժողովրդին ամեն մեկ մարդուն իր տեսակին համաձայն, որ հետևյալը գարցանակրեն, որոնք մեջ կային ամեն տեսակ չորքոդանիներ, չորքոդանիներում հավաքածուները կան, ինչ տեսակ չորքոդանիներ, միան Աստված գիտե չորքոդանիներ կան, և կազաններ կան, ասոնց մեջը, սողուններ կան, այսինքն սողուններ, որոնք կետինը կսողան, օծանոց մե մեկն էր, և երկինքի թրջուններ կային, ուրեմն այս աշխարհի վրա եղող մարդությունը այս ծևով բացատրեց Պետրոսին Աստված։ Կարևոր չեն ինչ տեսակ խոշոտող մարդիկ են, կազանի նման մարդիկ են, անհավատ մարդիկ են, քեզի չի սիրող մարդիկ են, պետք է երթաս և իրենց իմ մասից խոսես։ Ասի է ձրակել Պետրոսին և ասի է ձրակել ինձի և ամեն մեկում որ Քրիստոս խնդրում։ Եվ Պետրոս խոսեցավ Կորնելիոսի տան մեջ և Սուրբ Հոգին իջավ այդ բոլոր անձերուն վրան և հավատացին Հիսուս Քրիստոսի հետանոսներուն կարոզվեցավ Տերոջը խոսքը Սուրբ Հոգի վարկել ունեցան անոն այնադեմ Պետրոսը սավանոց կրնա մեկը արգիլել, որ ամեն անոք մգրդվին, որոնք Սուրբ Հոգին ընդունեցին մեզիվես որ աման նրա որ Տերոջը անունով մգրդվին անոնքալ իրեն աղաչեցին որ քանի մորթեր հոնգենա։ Երեսուն մեգերոտ համարը գնիգարտամ, որ շատ նորեն զոր զորավոր համարն են, որ հետևյալը բգային Կորնելիոս։ Կորնելիոս քո աղոթքդ լսվեցավ և քո ողորմություններդ Աստծո առջև հիշվեցան։ Ուստի մարդը գեղոպե ու գանչե Սիմոնը, որ Պետրոսը գոչվի։ Անգամ ևս կատան։ Կորնելիոս, քո անունը տիր։ Ես իմ անունը եմ, Սարգիս, քո աղոթքդ լսվեցավ և քո ողորմություններդ Աստծո առջև հիշվեցան։ Ամեն մեկ անձնավորություն այս աշխարհի վրա Տերոջ աղոթքին պատասխանը կրնա առնել, եթե հավատա։ Ես կադար հավատաս, ես կադար կրնաս առնել։ Եթե կասկածամոլության մեջ ես, չես հասնիր այնտեղ, որ Աստված կուզե քեզ հասցնել։ Բիդի գարտամ առաջին Կորինթացիս, երրորդ գլուխ, դասնվեց և 18 համարներ։ Չեք գիտեր թե Աստծո ճաշարն եք դուք և Աստծո օգնի ձեր մեջ կբնակի։ Եթե մեկ Աստծո դաջարը աբական է, Աստծո դարձանիկա պիտի աբական է, բասնձի Աստծո դաջարը սուրբ է,
եւ դուք եկաք դաջարը։ Սրբության դաջարը խոստացվեցավ մեզի Քրիստոսը։ Այս սրբության դաջարը գենտանիներուն համար չխոսվեցավ, մեզի խոսվեցավ։ Այս սրբության դաջարին պատասխանատու մենք ենք մեր սրբին մեջ, մեր խորհուրդներով եւ մեր կյանքով։ Եվ լսեդեվյալը, չեք գիտեր Աստծո դաջարն եք դուք եւ Աստծո հոգին ձեր մեջ կփնայի, հիմա հոս հարցումը կա։ Ինչ են գիտնամ, որ ես Աստծո հոգին իմ մեջս կփնայի, ինչ աբացույց պետք է ունենամ ես, որ Աստված իմ մեջս կփնայի։ Մալի գարտան մի քանի համար։ Եթե մեկ Աստծո դաջարը աբագան է, այսինքն իմ ներսից ամրով Աստծո հոգին դաջարը աբագանեմ ես, Աստված արզանիգա բիդի աբագան է, վասնց Աստծո դաջարը սուրբ է եւ դուք այդ դաջարն եք։ Սրբություն մգա Աստծո բաման է մեզի դրված, որ մենք անոր համասան գիտենք։ Հիմա սրբության դաջարը ինչպես կպաշտպանվի։ Սամոս 121 Սամոս 121 Բիդի գարտանքի 7-րդ ամառը Դերը քեզ ամեն չարեն պիտի բահե, ես պիտի ասեմ, դերը ինձ ամեն չարեն պիտի բահբանե, իմ անձս պիտի բահբանե, դերը իմ ելնելս ու մտնելս պիտի բահբանե, ասկե հետո մինչև հավիտյան։ Ասի առաջին հորտորանքն է Աստծո կողմանը։ Ինչ համար պիտի պաշտպանե ինձի, որովհետև ես իրեն ինչ ունեմ, սուրբ դաջարն եմ, ես իրեն դաջարն եմ։ Եթե ես իրեն դաջարն եմ, բահբանող ունիմ։ Եվ այն բահբանողն ալ ինչպես որ Պետրոսին բահբանեց, ինչպես որ Պողոսին հետ Շիղայան բահբանեց, ինչպես որ Իշնանուն ալ բահբանեց, անյա դիգարտան։ Կսե, դերը քեզ ամեն չարեն պիտի բահբանե, ու անձդ պիտի բահբանե, դերը քու ելնելդ ու մտնելդ պիտի բահբանե, այսինքն ուր որ երտաս պիտի բահբանվից։ Ասկե հետո մինչև հավիտյան, այսինքն օր չի գա, յանքից սկիզբեն մինչև յանքից վերջի օր կերեզման մի երտաս արկեց վերջի հարություն առնելով Հիսուսի կալեն հետ և պայան թակավացան միջին ասես։ Հովանու 5-րդ գլուխ 14-րդ ամառ Հովանու 5-րդ գլուխ 14-րդ ամառ Անգե հետո Հիսուս զանիկա դաջարի մեջ գտնելով ըսավանոր, ահա բժշկվեցար ալմեխնի կորձեր, որ ալ ավելի չարպան ու չվադայի կեզի։ Ինչը խոստումը, անգե հետո Հիսուս զանիկա դաջարի մեջ տեսնելով ըսավ, ահա բժշկվեցար, ես բժշկվեցա այս սուրբ արնովը, ալմեխնի կորձեր, որը ավելի չարպանը չվադայի կեզի, խոստումը գա, բժշկվեցար, ալմեխնի կորձեր։ Հովանու 14 Նայեցեք Հիսուս ինչ գիտե թողե ինձի, իր սուրբ դաջարին։ 26 միլիգրամ։ Այս մխիթարիչը սուրբ ոգին, որ հայրս իմ անունովս պիտի գրգե անիկա ցեզի բոլորը պիտի սորբեցնե եւ ինչ որ ցեզի մտքերնիկ պիտի բերե, մեր մտքերուն բերող մգա,
Համը պիտի բերե մեր մտքերում։ Ինչ է բերելիքը։ Խաղաղություն կտողում ցեզի, իմ խաղաղությունս կուտամ ցեզի, ոչ թե ինչպես աշխարհս կուտա, ես ցեզի կուտամ, սիրտերնիք չխորովի ու չվախնա։ Որը մեկ խորովություն մի չունենաս եւ ոչ այլ պետք է վախնաս։ Որովհետեւ քուստրիկ մեջ եղող քույը ղեկավարը դե, քու կյանքիդ ղեկավարն է, քեզ սիրողն է, քեզի խաղաղություն բահոն է, քեզ լսողն է, քեզ պաշտպանողն է։ Ուրեմն դու մտահոգություն գալու չես։ Եթե մտահոգվիս, ամենաշատես երբ դարձես է, Սուրբ Օքին քեզի պիտի մտքիդ մեջ միտքդ բերե, որովհետեւ դու գիտնաս, որ դու կպատկանես դերոջի եւ դու Սուրբ Նաժարն ես իրեն։ Հայտնություն Հովանու 21-րդ գլուխ։ Ես հայտնություն Հովանու շատ կսիրեմ։ Կստան մեգորդ գլուխ 4-րդ համար։ Նայեցեք ինչ կսեղոր։ Երբեմն մենք ցավեր ունենանք, արցունքներ ունենանք, դարամատներ ունենանք, հետևյալը գսե Հիսուս։ Եվ ին անոնց արցունքներ աչքերեն բոլոր արցունքները պիտի սրբեն եւ ալմահ պիտի չլա ոչ սուկ եւ ոչ աղակ, ոչ սամիդելլա ասկե հետովասնզի առաջվան բաները անցան։ Խոստում դերոջ Սուրբ Տաճարը ունեցողին, որ ասկեց վերջ այդպես բաներ պիտի չլա։ Որովհետեւ արցունքը պիտի սրբվի, մահ պիտի չլա, սուկ պիտի չլա, աղակ պիտի չլա, ցավ պիտի չլա ասկետով, վասնզի առաջվան բաները ամեն անցան եւ ամեն բան նորը լինի։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 5-րդ համար։ Եբրայեցիս Եբրայեցիս 10-րդ գլուխ 5-րդ համար։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 5-րդ համար։ Հարկերնիդ արտատասեր չլա։ Նայեցեք սահմանված, որ բաներ են, որ ինչպես մենք պետք է կարողանանք մեր Սուրբ Տաճարները սուրբ պահել։ Հարկերնիդ արտատասեր չլա, այսինքն տրամասեր չլա։ Բավական սեվեցեք, որ չապպան, որ ցերկերնիդ կա, ինչ որ ունիս քո եղեր ունեցած օրը։ Բասնզի ինքս ավտ է, փնավ քեզ պիտի չտողում, փնավ քեզ երեսե պիտի չի ցիկել։ Հստակ է ասպարելը։ Անի բասնզի ինքսավ, այսինքն Հիսուսսավ, փնավ քեզ պիտի չտողում, դե նշանակե, որ ես առանցին չեմ այս աշխարհի վրա որ Իմ կովս Քրիստոսն կողություն ունի, Աստված կողություն ունի, Հիսուս կողություն ունի, իմ կովս է, դուրսը չէ, իմ սենարիս մեջն է, իմ կովս է, ես ուր որ երտամ անիգա իմ կովս է, փնավ քեզ պիտի չտողում, փնավ քեզ երեսե պիտի չցկեմ, ուրիշները քեզի չհավնին է, ես քեզ հավներեմ, ուրիշները քեզի բադի չդան է, ես քեզ բադի դվերեմ, ուրիշները եթե երեսը ցկեն քեզի բարև չեն դար, չեն խոսի, ամեն տեսակ կորուտներ խորից մի մորցիր անող ամենը, որովհետև ես կուդերը դեմ, դու իմ Սուրբ Տաճարս ես, ես քու սրտիդ մեջ եմ, ես քու կովդ եմ, դու ինձի կպատկանես, քու երկնային թագավորության citizen ես, բնավ քեզ պիտի չտողում ու բնավ քեզ երեսե պիտի չցիկեմ, մի մորնակ աս համարները, արձնակրեցեք, կարտացեք, քու սաղության մեջ մինակ, Առաջին Կորինթացիս 6-րդ գլուխ 10-րդ համարը խորհուրդ համարն է։
Գերագուրները փորին համար են։ Փորնալ գերագուրներուն։ Այս ասված ասալ, անոնքալ պիտի խապանեն, իսկ մարմինը բորնողության համար չէ, համադերոչը ու դերը մարմին համար։ Մեր մարմինը բորնողության համար չէ, այսինքն մեղ կործելու համար չէ։ Մեր մարմինը դերոչը կպատկանի, և դերը մարմին, և դերը մեր մարմին դերն է, համար է։ Դերոչը ներգայությունը մեր մարմին համար է, իսկ մենք դերոչը համար է։ Մի քանի անձերով մասին մի դիգարտամ, անոնիմ մի դիգարտամ և մի դիգոցել։ Մարդիկ, որոնք տերոջը զավակներն էին, պայց դգարություններ ունեին։ Առաջինը ատամն էր։ Մեղ կորդ, աննազանթությունը։ Բայց ասպազ իրեն նորեն խնայեց։ Հագոպը, որ սուտ խոսեցավ, իր եղբորը։ Ասված Հակոբին նկարակրին համացան չվարվեցավ իրը։ Հակոբը բռնեց և փոխեց Հակոբին կյանքը և օրհնեց ինքը։ Պետրոսը դադարուն անձնավորություն մներ, շուտ մը կպականար, բայց ասված անոր նկարակիրը փոխեց, իր պարկին համար գործածեց։ Հովնան ասված մե փախավ։ Ասված Իրանիսա, որ Թարսից գնա, որ կարոզեց, ելամնավ արավ, հագարագությունով կնաց։ Բայց ասված նորեն զինք անդեղեն տարծուց։ Ինչպես տարծուց, զոր ծրտով տարծուց։ Զով ալեգոդեցավ, նավն որ այ մեջիները դիջակցիկեցին, հովնանին ելավ, որ երեսեն է, հովնան բատմեց պատմությունը, նավեն մեջ աշխատողներուն, անոնք վաղցան, սա որ ինձ չուրը ներեցեք, և զով իդան կարդի։ Բռնեցին ջուրը ներեցին, հովնան գիտար, որ ծուգին մեջին ծուգը վիդկաբին գլեր են, ոչ։ Ասմաս հզոր գեցուկը գրգեց սա, որ կնաս հովնանը գլդե ալթարսից տար։ Որ են կորզս կրնան են։ Եղիան, մարկարե, հուսահադեսավ Եզապելին հրրա հանքեմ, որ բերի ներցներ են, ինքը որ 400 սուտ մարգարեները սպանեց, փախավ գնացները, վաղցար ատին է, բայց ասված ոնչից սկեց իրեն։ Մովսես գգազագեր, ինձի վես իմա, չեմ գնակորի սրպար։ Եվ ասված արավ իրեն գագազությունը և Իսրայելի առաջնորդ դարավ։ Աբրահամ ձերացած էր։ Ասված սա որ ծաղագի դունենաս։ Իսկ սարան ինչ սավ, համբերություն չուներ Աբրահամի կնասավ ձարային ուտիր, որպես իր մզավակ ունենաս։ Սողոմոն գինեմոն մներ, հազարատ ուներ, օդարներ ապերա, իրան մծավ չեր պարվեր որ երկի մեջ, ոչնար ապերա։ Թավիտ ալ, իր հրամանարան մեկը սպանել դվա, որպես անոր գենան ամուսնահատ։ Ասպած մի քիչ փոխեց, բայց Թավիտին անոր։ Որտեղ անոր սիրտը փոխեց, անոր զղջալ դվա, ան որ Աստուտ հագարակ չենազանտեցավ, ասպած միջոցը գտավ անոր ետ զունգի բերելու խաղաղությունով, որպեսզի անդրադառնա իր սխալին, որ ինքը դերոջը դաջարն է պետք է ադորմե չմնա։ Ասի Աստուտ զրակիրը։ Դու երբեք մի սեր, որ ես հիմա մեղ կործեցի ասվածից նեղրացա, ոչ, ադիկա գարկի վիդիկա, որ դու նադոր համար նեղոտում խնդրես, և ետ վիդիկաս այն ճամպան, որ դերը կեզի լուսավ ու շարնագես, իր պարտունը։ Դերովոտնի այսօր վայր սեպազան բատկամա։ Իպր մարդ, մենք դժվարություններ ենք ասնենք, նեղոտություններ ենք ասնենք, ընդանեղան նեղոտություններ ենք ասնենք, գործի նեղոտություններ ենք ասնենք, բդաղություններ ենք ասնենք, նյութական դժվարություններ ենք ասնենք, այս բոլորը մեզի համար են։
Բայց Աստված մեզի խոստացավ սովորել, որ մեզ երբեք պիտի չի ցկել։ Մեր հավատքը ինքն է։ Մեր հավատքը Հիսուս Քրիստոս ինքն է։ Մեր դատարությունը իրեն զորությունով ինի փոխու զորության։ Ես քեզի հետ եմ, մի վախտար։ Գալե ճամփա։ Դերը օրտնեց եւ բայեցես։ Եվ դերը իր հավատքի մեջ հաստատ բայեցես մինչեւ երկրորդ կալուստը Հիսուսի